Բարի լույս։ Եթերում առավոտը շանթումն է, այսօր նոյեմբերի 27-ն է, այս աշնան վերջին 5 շաբթին է։ Քանի որ աշունն ավարտվում է, քաղաքը պատրաստվում է ամանորին, մենք ասենք, թե ինչ տոնական արձակուրդներ ունենք եւ երբ են լինելու արձակուրդները դպրոցականների համար այս տարի։ Առաջին եւ երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2025 թվականի դեկտեմբերի 22-ից եւ կշարունակվեն մինչ 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ։ 3-ից 12-րդ դասարանցիներին նույնպես տրվում են արձակուրդներ 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 5-ը ներառյալ։ Դպրոցականները տանը կլինեն նաև հունվարի 6-ին, քանի որ օրը ոչ աշխատանքային է։ Իդեպ շատ միջազգային հարթակներում արդեն հրապարակել են արձակուրդները երեխաների հետ անցկացնելու ուղեցույցներ, ասում են, որ պետք է սկսել համախմբող արարողություններից միասին տոնածառը զարդարել, տունը զարդարել, ամանորին պատրաստվել։ Իդեպ կարող եք թուղթ ու գրիչ վերցնել եւ ողջ տարվա համար ձեր ակնկալիքները ու անելիքները գրի առնել, ապա հերթով կարդալ եւ քննարկել միասին, որպեսզի դա ավելի ամրապնդի ձեր ընտանիքը։ Խաղացեք երեխաների հետ, միասին բացեք նվերներ, երեխաների համար հեքիաթներ կարդացեք ամանորյա թեմաներով եւ իհարկե հրաշալի երաժշտություն լսեք, ինչը կունենանք հենց հիմա։ Շնորհակալություն ձեզ, որ դուք հիմա մեզ հետ եք, քանի որ մեզ սպասում է շատ հիանալի առավոտ, հյուրեր, հետաքրքիր նորություններ, նյութեր, որոնց մասին կլսեք հենց մեզանից։ Հիմա ժամանակն է լսել երաժշտություն վերադառնալ ու շարունակել մեր ուղիղ եթերը։ Երաժշտություն Շանթի եթերում։ Ես տեսնում եմ արևածագ արտնացող երկնքի գրկում գիշերվա հեքիաթի սնված երազներն են անթիվ ապրում բայց արծով է պատվել հոգից անդրևով է նորից լալիս թե կրակ թե անվար գույներ չեմ կարող նկատել ոտորքել իմ հոգին դու կարող ես սիրում միայն կիսացան ոտորքել իմ հոգին Ես տեսնում եմ իցիացան երասկոտ մի կամուշ լուսել այն կապել է փորձում դարձյալ սիրտը քո իմ սրտին անթև բայց արծով է պատվել հոգից անդրևով է նորից լալիս թե կրակ թե անվար գույներ չեմ կարող նկատել ոտորքել իմ հոգին դու կարող ես սիրում միայն կիսացան ոտորքել իմ հոգին լինելով իմ կողքին միայն հավատում եմ կարող ես դու քո սիրով անհուն ոտորքել իմ հոգին
Լսում էինք հայ Superstar 6-ի ֆինալիստ Մարիամ Ավոյանին, իդեպ Սևա Կամրոյանը, Անդրեն Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, ազգային երգիչ երկու նախագծի Ծանի Խառատյանը, Սամվել Մալոյանը, հայ Superstar 6-ի ֆինալիստներ Մարիամը, Արեգ Գալստյանը, Մինասը, երաժիշտ Արմեն Զամուկաշվիլիի հետ միասին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի ներկայացմամբ անմոռանալի պահեր կպարգևեն հանդիսատեսին երկար սպասված համերգի ժամանակ։ Տոմսերը կարող եք ձեռք բերել on-line Ticket.me կայքից կամ զանգահարել 818 265 0506 հեռախոսահամարով։ Պատմի թողեք այս հնարավորությունը ներկա գտնվել այս հիանալի համերգին։ Մինչ մենք կանցնենք առաջ կարճ այսօրվա եթերի բովանդակության մասին։ Դեկտեմբերին կկայանա Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի պրեմիերան։ Ինչ է սպասվում առաջին անգամ հայ հանդիսատեսին այս թեմայով կպատմի Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետը մեր տաղավարից։ Մանե Tales ընկերության բացառիկ նախաձեռնություններից ծրագրերից կպատմի ընկերության ներկայացուցիչը մեր եթերում։ Մանո Բրուտյանն ուղիղ եթերում մասնագետի հետ կխոսի ծննդային ալերգիաներից։ Այնպես որ մնացեք մեզ հետ, շատ հետաքրքիր եթերը լինելու։ Իսկ հիմա ժամանակն է խոսել նաև եղանակից։ Հայաստանում նոյեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լուսադեմին, Արարատյան եւ Շիրակի դաշտերում կդիտվի կարճատև մառախուղ։ Օդի ջերմաստիճանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ էականորեն չի փոխվի։ Առաջարկում եմ միասին դիտենք եղանակի տեսությունը, որպեսզի հասկանանք, թե որտեղ ինչ եղանակ է սպասվում։ Կարծում եմ վերջին շրջանում, վերջին օրերին բոլորին շատ անհանգստացրել են Դիլիջանի հրդեհները եւ հենց այդ նորության հետ կապված ունենք թարմ տեղեկատվություն։ Նոյեմբերի 27-ին ժամը 8:00-ի դրությամբ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության օպերատիվ եւ համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի ոլորանների եւ Լեռնային Հայաստան առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհը ամբողջությամբ մեկուսացված է։ Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հրդեհ կամ ծուխ տեսնելու դեպքում խնդրում ենք զանգահարել 911։ Իդեպ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն թե մեր կողմից եւ թե մեր գործընկերների կողմից, արդեն հորիզոնի տաղավարից։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարբեր անհատների եւ ընկերությունների էլեկտրոնային փոստերին ոստիկանության անունից ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ։ Հաղորդագրությունների նպատակը խաբեությամբ ձեզնից գումար հափշտակելն է։ Պարզապես հիշեք, որ ոստիկանությունը երբեք ձերբակալությունների կամ քրեադատավարական այլ միջոցների վերաբերյալ էլեկտրոնային փոստով չի ծանուցում։ Ասվում է այս հաղորդագրության մեջ։ Պետք է շատ ուշադիր լինել եւ չտրվել ոչ մի նամակներին եւ գումարներ չփորձել ուղարկել։ Անցնենք առաջ, ժամանակն է քաղցրացնելու մեր առավոտը։ Դոլչե լիկա հենց հիմա մեր եթերում։
Օ, փաստորեն քաղցրացնում ենք մեր Ինչպես է առավոտը։ զգացում, որ ես եւ դու քաղցր շատ ենք սիրում։ Իսկապես անհամբեր ենք, որպեսզի Լիկան բաղադրատոմսը ներկայացնի եւ պատրաստի մեզ Իդեպ համար։ ասենք, որ ես ու Հասմիկը Լիկայի ամենաակտիվ հետևորդներից ենք, գրեթե ամեն բան մենք տանը փորձում ենք, պիտի ասենք, որ պետք է ուղղակի ուշադիր լսել, ամեն բան ստացվում է։ Բայց մինչ այդ Հասմիկ կարի լսենք լավ երաժշտություն, Եվ մի փոքր երաժշտությամբ քաղցրացնենք մեր Այո, հետո առավոտը։ անպայման Լիկային ժամանակ կհասնի դեռ մեր եթերում։ Գնացինք։ Եվս մեկ անգամ հիշեցնենք Սևակ Ամրոյանը, Անդրեն Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, ազգային երգիչ 2 նախագծից Անի Խարատյանը, Սամվել Մալոյանը, հայ սուպերստար 6-ի ֆինալիստներ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը, Մինասը, երաժիշտ Արմեն Զամուկաշվիլիի հետ միասին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի ներկայացմամբ անմոռանալի պահեր կպարգևեն ձեզ սիրելի հանդիսատես։ Համերգը բաց չթողնելու համար տոմսերը կարող եք ձեռք բերել on-line Ticket.me կայքից կամ զանգահարել 818-250-0506 հեռախոսահամարով իսկապես չարժե բաց թողնել այս հրաշալի համերգային ծրագիրը եւ մինչ դուք պատվիրում եք տոմսերը կամ զանգահարում եք որպեսզի դրանք ձեռք բերեք, մենք միասին դիտենք գովաստ, հետո վերադառնանք եւ խոսելու ենք մշակութային թեմայից։ Հայկական անմահ էպոսի բացառիկ բեմական մեկնաբանությունը Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Դեկտեմբերի 18-ին եւ 19-ին կկայանա Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի առաջնախաղը։ Սասունցի Դավիթ բալետ օրատորիան ստեղծել է էթնո-էլեկտրո խումբը։ Մեր տաղավարում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գորժ Սարգսյանը։ Բարի լույս։ Լույս բարի։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի դուք։ Հրաշալի, հատկապես այս նախաձեռնության մասին լսելով, պատմեք ինչպես առաջացավ գաղափարը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչ վերաբերվում է գաղափարին, ապա վերջին 3 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետի որոշմամբ մենք սկսեցինք փոխել երաժշտական եւ արվեստի դպրոցում կրթական ձևաչափերը եւ մոտեցումները որոշակի առումով եւ այդպես սկսվեց նախաձեռնություններ եւ առաջին նախաձեռնությունը դա կոմիտասականն էր, որը կոմիտասի շուրջ 40 ստեղծագործություն առաջին անգամ դարձվեց պատանեկան երգչախմբերի համար, որից հետո արդեն անդրադարձ եղավ եւ քաղաքապետանի հատուկ պատվերով մայստրո Տիգրան Մանսուրյանը գրեց ժողովրդական խաղիկները, հայրենները եւ նույն այդ երգչախմբի համար եւ որից հետո կարծում եմ հասունացել էր պահը, որ պիտի անդրադարձ կատարվեր եւ անպայման պիտի անդրադարձ կատարվեր Սասունցի Դավիթ էպոսին եւ մի շարք քննարկումների, վերլուծությունների, տարբեր շրջանակների հետ քննարկումներից հետո որոշեցինք, որ այո, պիտի անդրադարձ լինի մեր անմահ էպոսին, որովհետեւ սա կրթական կարևորագույն մի էլեմենտ է, որ պատկերացնում եք շուրջ 400 երեխաներ անգիր սովորում են Սասունցի Դավիթ էպոսը եւ արդեն շուրջ 5 ամիս է ամեն օր իրենք երգում են եւ սովորում են եւ ամեն անգամ վերաիմաստավորվում եւ վերարժևորվում է իրենց մեջ եւ սա վստահորեն կարող եմ ասել, որ Սասունցի Դավիթը դա դառնում է իրենց անուն ազգանունը։ Դա միայն չի լինում հերոս, որ ապրում է կամ ապրել է մեզանից առաջ կամ մեզանից հետո է լինելու։ Դա հենց մենք ենք, այդ երեխաներն են եւ դա մեր ազգանունի ինչ որ մի մասն է։ Պարոն Սարգսյան, մինչ օրս մենք Սասունցի Դավիթը կարծես թե չենք ունեցել օպերա, այն էլ հիմա օրատորիա։ Ինչու հենց այս ժամանակահատվածում որոշվեց բեմադրվել եւ ինչպես արդեն հասկացանք, այս էլեկտրո երաժշտությունը, որը կարծես թե նոր շունչ է տվել, նոր այսպես գույներ է տվել Սասունցի Դավիթին, ինչպիսին է լինելու ներկայացումը։ Տարբեր ժամանակներում, տարբեր ստեղծագործողների կողմից անշուշտ անդրադարձ եղել է Սասունցի Դավիթ էպոսին, սակայն մեր անդրադարձը ինչպես կարելի է նոր ձևաչափով եւ այսօրվա համար կարևորը մատուցել էպոսը եւ նույնպես մի շարք քննարկումներ, հանդիպումներ տարբեր ստեղծագործողների հետ մենք կանգ առանք հողարթուն էթնոէլեկտրոխմբի ստեղծագործական փորձը նայելով եւ որոշեցինք, որ իրենց հետ պիտի այս նախագիծը իրականացվի պահպանված է անշուշտ որոշակի տարեր, էլեմենտներ հայկական, բայց ամբողջ էլեկտրոնային երաժշտությամբ է իրականացվում, որը մեզ համար էլ
սկզբնական ինչպես պիտի լինի, ինչպես է հնչելու, ինչպեսի արձագանք կլինի, բայց քանի որ արդեն սկսված էր եւ ամբողջ ռիսկ ավելի բարձրացրեցինք, որ այդ ձևաչափով պիտի արվի եւ հույս ունեմ, որ ստացվել է եւ շատ շուտով առաջնախաղից հետո վստահ եմ, որ այդ երաժշտությունը տարածվելու է։ Ո՞րն է ձեր կարծիքով էպոսի արդի մեկնաբանման գլխավոր հաղորդագրությունը, ներկայացման նպատակը այսօրվա հանդիսատեսի համար ո՞րն է։ Իդեպ մենք մեր այդ էկրանին հենց հիմա տեսնում ենք պոստերը։ Հողարթունը իդեպ պիտի ասենք, որ այո, վերջին սերնդի կարծում եմ լավագույն էլեկտրոնային երաժշտություն ստեղծողն է։ Եվ ինչ վերաբերվում է իմաստին, Սասունցի Դավիթ էպոսը կամ Սասնածռեր էպոսը դա հայ ժողովրդի հավաքական կերպարն է եւ կարծես թե միակ կերպարը, որը որ դարերով, հարյուրամյակներով գալիս է մեզ հետ, պատմել են իրենց երեխաներին, թոռնիկներին, խարույկի շուրջ տարբեր միջավայրերում, ինչպես ասվում է, բեյնեբերան տարածվել է։ Եվ մեր համար շատ կարևոր հատկանշական բան կա, որ մենք նույնանման շարունակում ենք էպոսը տարածել, բայց արդեն 400 երեխաների միջոցով բեյնեբերան տարածվում է։ Էպոսը կարևոր ասելիքը դա է, որ էպոսը անմահ է եւ մենք հիմա փորձում ենք, որ հանդիսատեսը իր մեջ արտնացնի դա եւ ասելիքներից կարևորը, որ ինչպես էպոսն է ասում, որ Ծուր Դավիթը պիտի հաղթի, պիտի բերի հաղթությունը։ Պարզ է, որ հիմա պետք չէ բոլոր գաղտնիքները բացել, բայց 400 երեխա, այս արտահայտությունը բավականին մեծ քանակով մարդկանց մասնակցության մասին է խոսում։ Փորձենք մի փոքր հասկանալ նաև արտիստների կազմը, ովքեր են մասնակցում, այդ 400 երեխա ասվածը դա ավելի պարային ներկայացումն է, մի փոքր այսպես մանրամասնեք։ Ինքը բալետ օրատորիա է, որը բալետային խումբը, բալետմեյստերը Մարիամ Ասլանյանն է, եւ օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստներն են, նկարիչ դեկորատորը Արթուր Դուրգարյանը, հավաքական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր խմբավարը Նարինե Ոսկանյանն է, որը որ հավաքական երգչախումբը ղեկավարում է, իսկ երգչախումբը Երևան քաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցների երգչախմբերից հավաքված երեխաներն են։ Շուտ կաստինգի արդյունքում հաստ երևույթին նախնական։ Այո, անցել են տարբեր փուլեր եւ այդ 400 երեխաները անցել են եւ ամեն օր գրեթե պատրաստվում են մի քանի ժամյա փորձերով էպոսին, բալետ օրատորիայի առաջնախաղին եւ նաեւ կարեւոր է ինչպես է լինելու երգչախմբի եւ բալետային խմբի միաձուլումը չնույնանալու համար, բայց նաեւ չհակասելու եւ փորձում ենք նաեւ գտնել պարային նոր արտահայտչամիջոցներ, նոր մարմնի շարժումներ, որը կարծես երգչախմբի հետ շարունակում է ասելիքը։ Այն բառերը, որոնք չեն ասվում երգչախմբի կողմից, ասում է պարը շարժումով եւ հակառակը, այնիշ չենք ասում շարժումով, ասում են երեխաները։ Արդյոք այս ներկայացումը կդառնա մշտական խաղացանկային ներկայացում թատրոնի համար, որովհետև ասացիք, որ մոտավորապես 3 տարի առաջ է գաղափարը հայտ եկել ձեզ մոտ եւ արդեն բավականին ժամանակի ինչ փորձեր եք իրականացնում ու որքան ժամանակ եք տրամադրում այդ փորձերին։ Գրեթե ամենօրյա կերպով իրականացվում են փորձեր, արդեն վերջնական փուլ է մտել նախագիծը։ Ի ուրախություն բոլորիս կարող եմ ասել, որ 2026 թվականից կմտնի խաղացանք, որը որ շարունակի ապրել էպոսը բեմում եւ շատ կարեւոր կլինի, որ երեխաները կփոփոխվեն, նոր երեխաներ կմտնեն եւ դա կլինի շարունակական process-ը։ Եվ որպես այս նախագիծը ընդհանուր ամփոփելու համար որոշեցինք, որ պիտի անպայման այս երաժշտությունը դառնա ունենա իր կլավերը, այսինքն նոտաների գիրքը, որը որ առաջիկայում կտպագրվի եւ շնորհանդեսը կլինի դեկտեմբերի 18-ին եւ դա կտա հնարավորություն արդեն հազարավոր դպրոցներում հազարավոր երեխաների անընդհատ ունենալ այս գիրքը եւ անընդհատ սովորել էպոսը։ Մենք տեսնում ենք, որ դուք ունեք շապիկ, որտեղ գրված է Սասունցի Դավիթ, արդյոք այս շապիկները հենց ստեղծված են այս ներկայացման գաղափարի հետ կապված։ Եվ քանի որ, այո, ճիշտ եք նկատում, քանի որ գրեթե ամեն ինչ նոր ձևաչափերի, նոր մտածողության մեջ էինք ուզում անել եւ մեր ստեղծագործական կազմը ընդհանուր երևի մի 5 ամիս
աշխատանքի արդյունքում կարողացանք ստեղծել նոր կերպարներ կամ նոր վերաիմաստավորված ձևեր, դա Քուրքիկ Ջալալին, Սասունցի Դավիթը եւ Ծովինարի կերպարն է, որը ի դեպ այս հագուստները, որ ես գրում եմ նաեւ ձեզ նվեր եմ բերել, դեկտեմբերի 18-ից կմտնի վաճառքի մեջ, դա հայկական արտադրության ընկերություն է, որը սիրով համաձայնել է այն իրականացնել եւ վաճառքից 10%-ը հատկացվելու է Հայաստանում քաղցկեղով երեխաներին։ Հրաշալի է, իսկ միայն շապիկներ են նախատեսվում, թե նաև այլ օրինակ գլխարկներ, Սպորտային գրեթե բոլոր տեսակի համազգեստ լինելու է, ջեմպերներ, հուդիներ, շապիկներ, տարբեր լինելու են։ մարդիկ ովքեր կան ներկայացումը նայելու, տեղում կարող են գնել նաև Այո, այդ օրվանից կարող են գնել։ Խոսենք մի փոքր նաև երաժշտության մասին։ Երբ ասում ենք Սասունցի Դավիթ, կարծես թե մի փոքր մտածում ենք, որ այն պետք է լինի մի փոքր ավելի հայկական, մի փոքր ավելի հայկական գործիքներով, բայց կարծես թե մեկ այլ բևեռի երաժշտության մասին է խոսքը գնում։ Արդյոք սա, երբ նորովի գրված երաժշտություն է, օգտագործված է հայկական էլեմենտները, թե սա այլ երաժշտություն էր, ուղղակի վերցնելով այսպես որպես կերպարներ Սասունցի Դավիթին եւ մնացած բոլորին։ Շատ որոշակի էլեմենտներ կան, բայց ամբողջապես նոր արտահայտչամիջոցներով է երաժշտական տարբեր մտածողությամբ, տարբեր տերմինոլոգիաների օգտագործմամբ, կարծես նոր հնչող պիտի լինի եւ այո, այսպես կարող էր լինել Սասունցի Դավիթ էպոսը։ Կարծես նաև ուսուցողական է, հա, 400 երեխա, ովքեր նոր ներկայացման են մասնակցում Սասունցի Դավիթ, էլեկտրոնային երաժշտություն, արդյոք սա ունի նաև այսպես ուսուցողական բնույթ։ Այո, ձևաչափերը փոխվում են կրթական ոլորտում, որովհետև ոչ միայն կարելի է դասասենյակում, դասասեղանի առջև որևէ բան սովորել, այլ կարելի է այս ձևաչափով սովորել, ուսուցանել, որովհետև այս երեխաները այլևս այլ մարդիկ են իրենց բնույթով, իրենց ապրելակերպով, իրենց կենցաղով, որովհետև էպոսը կրում է ոչ միայն հայ ժողովրդի կարևորագույն կոդերը եւ բանալիները, հատկանիշները, այլ համամարտկային, կարծես թե բոլոր գաղափարները կան եւ դա մտնում է այդ երեխաների մեջ, նրանց որը ինչ-որ մի մասն է անպայման դառնում եւ որ այլևս չես կարող նրանց մեջից հանել։ Իսկապես, բայց այս դեպքում արդյոք չի բարթանում հետագա ընթացքը, օրինակ հյուրախաղերի մասով, որովհետև 400 երեխա, գումարած պարողներ, գումարած այն մարդիկ, ովքեր մնում են ետնաբեմում, չեն երևում, հյուրախաղեր նախատեսվում են, թե ոչ եւ ինչպես։ Այս պահին հյուրախաղերի հետ կապված որևէ քննարկումներ կամ որևէ առաջարկներ չունենք, նախագիծը ընդհանուր ներառում է 600 մասնակից, երգչախումբը, պարախումբը, ստեղծագործական անձնակազմը, շուրջ 500 համազգեստ է կարվել եւ պատրաստվել այս բալետ օրատորիայի համար, Արթուր Դուրգայանի կողմից պատրաստվել է 550 քառակուսի մետր հսկայածավալ դեկորացիաներ։ Եվ հույս ունեմ, որ եթե լինեն հյուրախաղերի հետ կապված որևէ առաջարկներ, այդ պահին կարողանանք քննարկել, թե ինչպես Նաև երևի միջազգային միջոցառումներին ու մրցույթներին մասնակցություն, ինչը որ շատ էսպես հնարավոր է։ Շնորհակալություն, ձեզ մաղթում ենք հաջողություն, հուսանք, որ դեկտեմբերի 18-ի եւ 19-ին իդեպ կարող են մեր հեռուստադիտողները տոմս գնել, թե սա դեռ փակ դիտումի մասին է խոսքը գնում։ Չէ, դեկտեմբերի 18-ը եւ 19-ը միայն պիտի շտապեն, որովհետեւ տոմսերը գրեթե սպառվում է, որպեսզի ներկա լինեն առաջնախաղին։ Ինչպես կարող են ձեռք բերել տոմսերը, եկեք հուշենք։ Օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տոմսարկղից եւ տոմսարկղի կայքից հասանելի է կարող են ձեռք բերել։ Կարծում եմ այս էթնո էլեկտրո երաժշտությամբ հրաշալի բալետային ներկայացումը բաց թողնել չի կարելի եւ իսկապես շտապեք ձեռք բերել տոմսերը։ Իսկ այսօր մեր հյուրներ Գորժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ։ Ձեզ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալություն Մենք անցնենք առաջ եւ միասին լսենք երաժշտություն Շանթի եթերում։ Գիտեմ սիրում ես ինձ ունելիս ես թակում սիրելիս հեռու հեռվով
գրքում սիրելիս ինչու ասա ինչու Թե երգում ես տխուր ես եմ գալիս քեզ հյուր սիրելիս հեռու հեռվից միայն երաս երգով ախկերասի հետքով սիրելիս ինչու ասա Գիշերա երկար է առանց քեզ Իմ սերը դգար է առանց քեզ Վարսերդ աչքերդ կանչերդ հայրում են ինձ մարում հոգիս Գիշերա երկար է առանց քեզ Իմ սերը դգար է առանց քեզ Վարսերդ աչքերդ կանչերդ հայրում են ինձ մարում հոգիս Ինչու սերը թաքում մեր սրտում ենք պահում սիրելիս հեռվում Ինչու ուրիշի հետ քո բախտին ես դավում սիրելիս Ինչու ասա ինչու Հիշիր քո երթումը երբով երգում ես սիրելիս հեռվում Սրտի արյուն էր սիրելիս Ինչու ասա ինչու Աշխարհը դատարկ է առանց քեզ Կյանքը չար կատակ է առանց քեզ Իմ սերը բորմոք է իմ երգը բողոք է այրող տարակ Մարող տարակ աշխարհը դատարկ է առանց քեզ Աշխարհը դատարկ է առանց քեզ Կյանքը չար կատակ է առանց քեզ Իմ սերը բորմոք է իմ երգը բողոք է այրող տարակ Մարող տարակ աշխարհը դատարկ է առանց քեզ Կյանքը չար կատակ է առանց քեզ Իմ սերը բորմոք է իմ երգը բողոք է այրող տարակ Մարող տարակ այրող տարակ Մարող Ինչ է պետք անել լավ երաժշտությունից հետո Գովազդը պետք դիտել Միանշանակ դիտենք գովազդ ու վերադառնանք Վերադարձանք գովազդից եւ ժամանակն է մեր գիտություն շարքում ձեզ պատմել աշխարհի ամենահետաքրքիր կառույցներից մեկի NASA-ի մասին։ Դիտենք տեսանյութը Մենք վերադարձանք, իսկ հիմա ժամանակն է Երաժշտություն լսելու։ Քեզանից հետո կորցրել եմ
խաղաղությունը իմ անծանոթ ու խորթ է հիմա երջանկությունը իմ երբ իմ աչքերն եմ ես փակում հիշում եմ բույրդ սեր քո պատճառով եմ ես կորցրել հիմա օր ու գիշեր էլ չեմ ուզում բայց չեմ կարող քեզ շիշել չկա մի օր որ սիրտը իմ քեզ մոռանա չկա մի օր որ քեզանից այն հեռանա ու առանց քեզ ապրում եմ ես առանց օդի էլ ոնց անեմ որ սիրտս քեզ չկարոթի քեզանից հետո կորցրել եմ երջանկությունը իմ ու հետո նորից փորձել եմ քեզ ետ բերել կարգին հպարտությունս որն ասես չի ճանաչում էլ քեզ բայց ես գիտեմ որ սիրտը իմ եթե խոսենք ասել որ չի ուզում այն առանց սեր զարկել ասել չկա մի օր որ սիրտը իմ քեզ մոռանա չկա մի օր որ քեզանից այն հեռանա ու առանց քեզ ապրում եմ քեզ առանց օդի էլ ոնց անեմ որ սիրտս քեզ չկարոթի չկա մի օր որ սիրտը իմ քեզ մոռանա չկա մի օր որ քեզանից այն հեռանա ու առանց քեզ ապրում եմ ես առանց օդի էլ ոնց անեմ որ սիրտս քեզ չկարոթի չկա մի օր որ սիրտը իմ քեզ մոռանա չկա մի օր որ քեզանից այն հեռանա ու առանց քեզ ապրում եմ քեզ առանց օդի էլ ոնց անեմ որ սիրտս քեզ չկարոթի չկա մի օր որ սիրտը իմ քեզ մոռանա չկա մի օր որ քեզանից այն հեռանա ու առանց քեզ ապրում եմ քեզ առանց օդի էլ ոնց անեմ որ սիրտս քեզ չկարոթի քեզանից հետո կորցրել եմ խաղաղությունը Իսկ հիմա գովազդ շանթի եթերում Վերադարձանք գովազդից եւ մեզ սպասվում է հրաշալի զրույց գեղեցիկի մասին ու մեր տաղավարում են մարդիկ, գեղեցկուհիներ, ովքեր ստեղծում են գեղեցիկը։ Սարյանի աստիճանները հաստատ տեսած կլինեք ու դրանցով հիացած կլինեք, ինչպես որ օրինակ ես։ Դրա հեղինակը Մանեթ Հայլսն է։ Մեր տաղավարում են Անժելա Մանուկյանը, Մանեթ Հայլզ ընկերության տնօրեն, Անահիտ Ոսկանյանը, Մանեթ Հայլզ ընկերության մարքեթինգի տնօրեն, Մերի Հովանեսյանը, Մանեթ Հայլզ ընկերության վաճառքի տնօրեն։ Խոսելու ենք Մանեթ Հայլզի ստեղծման, առաքելության, ծրագրերի եւ իհարկե Սև ուրբաթի մասին, որը կարծես թե յուրաքանչյուր ուղղությամբ ունի իր հետաքրքիր առաջարկները։ Բարի առավոտ գեղեցկուհիներ։ Բարի լույս։ Ինչպես եք, շատ գեղեցիկ եք։ Ինչպես ձեր արտադրանքը։ 25 տարվա պատմություն։
25 տարվա կյանք, ինչից եք ոգեշնչվում, որն է Մանեթազի գրավականը, միգուցե արվեստը, միգուցե գեղեցիկը ստեղծելու այդ միտումը, խոսենք այստեղից։ Նախ շնորհակալություն հրավերքի համար։ Ես հույս ունեմ, որ մենք այսօր կկարողանանք մեզ ընձեռած քիչ ժամանակի ընթացքում հնարավորինս շատ տեղեկություն փոխանցել մեր հեռուստադիտողներին եւ ինչու՞ չէ նաեւ ձեր ընկերներին, հարազատներին եւ համայն հայությանը, ինչով է զբաղվում Մանեթազը, ինչով է ներշնչվում եւ ինչ առաքելություն ունի։ Ընկերությունը այո ճիշտ նկատեցիք, արդեն 25 տարվա փորձ ունի, ի սկզբանե ընկերությունը սկսել է ձեռագործ սալիկների արտադրությամբ, բայց տարիներ առաջ մենք հասկացանք, որ մեծ պոտենցիալ ունեն մեր վարպետային աշխատանքները նկարչության տեսքով եւ ձեռագործ սալիկից մի փոքր անցում կատարեցինք, իհարկե պահպանելով մեր լավը, այդպես դիվերսիֆիկացնելով արտադրանքի տեսականին, նաեւ հուշանվերներ եւ սպասք։ Ընկերության յուրաքանչյուր աշխատակցի գլխավոր առաքելությունն է փոխանցել սերը, էներգիան իրենց աշխատանքի մարդկանց, ովքեր դրա սպառողներն են, իհարկե նաև գեղեցիկի միջոցով, որովհետև մենք բոլորս գիտենք, որ գեղեցիկն է փրկելու վերջին աշխարհը։ Այո։ Բավականին շատ են արտադրատեսակները, որ արտադրատեսակներն են ամենապահանջվածը հայաստանյան շուկայի համար եւ արտասահմանյան շուկայի համար։ Գիտեք, ըստ էության մենք սկսեցինք ավելի պարի պնակներով, որոնց հիմքում դրված էր եւ ազգային զարդանախշերը եւ միջազգային մշակույթի վերարտադրությունը, թեպետ որ կարևորում էինք, որ անպայման պիտի ազգային զարդանախշերը այնքան գեղեցիկ մատուցվեն, որ իրենք պիտի դառնան դեսպաններ եւ շրջեն ամբողջ աշխարհով, մեծամտություն չլինի, բայց կարծես թե մենք այդ ճանապարհին ենք եւ հաջողում ենք, ոչ միայն զարդանախշերի, այլ նաև հենց արտադրանքի որակական իմաստով եւ այսօր մեր արտադրանքը կարելի է տեսնել եւ հայկական տարբեր ռեստորաններում, խանութներում, հուշանվերների խանութներում, ինչու՞ չէ նաև արտասահմանում։ Ինչ վերաբերում է արտադրատեսակներին, որոնք են պահանջված են գրեթե մեծամասնությունը, ինչ որ արտադրվում է, որովհետև մեր թիմը գրեթե ամսվա մեջ յուրաքանչյուր օր կենտրոնացած են նոր արտադրատեսակ ստեղծելու համար։ Այսինքն ստեղծվում են նոր արտադրատեսակներ, իրենք մտնում են շուկա, ապրում են իրենք ապրանքի բնականon կենսացիկլը, բայց դեռ չեն ավարտվում։ Ամենապահանջվածներից այսօր փայտ կերամիկա համադրությունն է, որը ի դեպ շատ ունիկալ է այն առումով, որ մեկ ամբողջական փայտի մեջ կարծես թե միայն Մանեթազի մոտ է ստացվում փորել եւ իր մեջ տեղադրել շատ բարակ կերամիկական շերտ, որը որ շատ սիրված է դարձել մեր հաճախորդների կողմից։ Շուտով ամանորն է մոտենում եւ բոլորս մտածում ենք ինչ պիտի գնենք մեկը մյուսին, կարծում եմ Մանեթազը ունի հաստատ շատ լավ առաջարկներ ամանորին, դիզայներական միգուցե այսպես նվերներ եւ ինչու՞ չէ նաեւ անհատական նվերներ։ Կարող է նաեւ լինել այսպիսի առաջարկներ։ Այո, իհարկե։ Մենք քանի որ մեր հաճախորդները շատ սրտատրոփ սպասում են միշտ մեր նոր արտադրանքներին, իսկ Մանեթազում հատկանշական է եւ դա կարող եմ առանձնացնել, որ մենք կարողանում ենք մեր արտադրական հնարավորությունները միքսել մեր հաճախորդների պատկերացումների հետ եւ ստանալ մի գեղեցիկ պատկեր եւ շատ ժամանակ միշտ նշում են, որ շատ ավելի գեղեցիկ էր ու իրենց պատկերացումներից էլ առավել էր։ Եվ դրա հետ կապված պիտի ասեմ, որ նաև կորպորատիվ մեծաքանակ պատվերներ ենք ընդունում։ Միշտ փորձում ենք այնպես անել, որ հաճախորդի սրտով լինի, ինչքան էլ որ ունենք դիզայներ, որ միշտ աշխատում է հաճախորդների հետ, միշտ փորձում է լսել, այսպես միասին մենք գնում ենք դեպի իրենց պատկերացրած արտադրանքը եւ պրոյեկտը։ Եվ պիտի ասեմ նաև համեմատելով միջազգային շուկայի հետ, մեզ մոտ ունենալ արտադրանք, որ մենք ենք ստեղծում հենց հաճախորդի սրտով, դա փորձում ենք special մոտեցում ցուցաբերել եւ ավելի մոտ է գնային առումով նաև մեր մյուս արտադրատեսակներին, այսինքն մեզ մոտ ունենալ հատուկ քեզ համար արտադրանք, որ քեզ համար է ստեղծված, դու այնքան չես վճարում, այսինքն մոտ է մեր մյուս արտադրատեսակների գումարային հատկանիշներին, որպեսզի նաև մեր հաճախորդները իրենց լավ զգան, ամեն ինչ անում ենք, որպեսզի իրենց շատ լավ զգան մեզ մոտ, որովհետև Մանեթազը այնպեսին է, որ ոնց որ մի ապրանք, որ դու գնում ես, միշտ ուզում ես շարունակություն ունենա, չես բավարարում այդ մի արտադրատեսակով, ուզում ես մեկը գնել ես, մյուսը, ու սենց
կոլեկցիա հավաքես, որպեսզի ամբողջ տունը լինի մանեթազ։ Կարծես այս մանեթայզը վարակիչ է։ Բարակիչ է, հաշվելապիսիրով խոսքունի, ասում եմ մանեթազը բարակիչ է, շատ դժվար է մի հատ պրոդուկտով ուղղակի բավարարվել, միշտ ուզում ես էլի ունենաս, որ մեկը մյուսին լրացնի։ Իսկ արդյոք հաճախորդի պահանջները միշտ է, որ համընկնում է ձեր բրենդի ինքնության հետ, որովհետև երբեմն գուցե հաճախորդը պահանջի այնպիսի բան, որը հնարավոր է ի սկզբանե ձեր մտածած բրենդային այդ գեղեցիկը կոտրի ինչ-որ կերպ։ Շնորհակալություն հարցի համար։ Երևի ես նախաձեռնում պատասխանելու, իրականում շատ կարևոր հարց եք բարձրացնում, որովհետև հաճախորդը որ դիմում է մանեթազ, հստակ պիտի գաղափար ունենա ինչ է ձեռագործը։ Որտեղ մարդիկ, եթե պատկերացում ունեն մասսայական արտադրության մասին, իրենք տոտալ տարբեր են հենց բարձրարժեքությունը պայմանավորված է ձեռքի աշխատանքով, հա։ Մենք կարող ենք ամբողջ աշխարհը գնում է արդյունաբերականացման, մասսայականացման, որի արդյունքում մենք ունենք միանման միլիոնավոր պրոդուկտներ, ապրանքներ, միջին կամ միջին պլյուս որակ եւ ոչ մի ինդիվիդուալություն։ Handmade-ը ձեռագործը առաջին նախապայմանն է, որ մարդը պիտի հասկանա, որ ձեռագործի կան չէ, ինչպես եւ Աստված ստեղծեց մարդուն ոչ իդեալական։ Այսինքն ձեռագործ աշխատանքները տարբերվում են իրենց ոչ իդեալական եւ ոչ մեկը մյուսին նման լինելու հատկանիշով եւ հաճախորդը նաեւ հենց դա էլ պիտի գնահատի, որտեվ մինչեւ ճաշակը դեռ կա պրոդուկտի առանձնահատկություն, այսինքն սկսած մատնահետքի թողնելուց, որ դիմացինը հասկանում է, որ այո, սա ձեռագործ է, վերջացրած այո, ավարտուն դիզայնից։ Գաղափարական առումով համընկնումները մշտապես նույնն են գրեթե, բայց կատարման իմաստով հաճախորդները պիտի հստակ հասկանան ինչ է ձեռագործը։ Վերջին շրջանում կարծում եմ այսպես բուրըն արձագանքներն առաջացրեցին Սարյանի աստիճանները, որոնք իսկապես մեր քաղաքը ել ավելի գեղեցկացրեցին։ Կուզենայինք իմանալ, թե ինչպես եղավ գաղափարը, ում գաղափարն էր, որ քաղաքն էլ ավելի գեղեցկացնել մանեթայզով, եւ արդյոք սա շարունակական բնույթ է կրելու։ Արժանանք պատասխանի, Իզյան ինչպես է ծնվել, իսկ սկզբանը մանեթայզում։ Եթե գնամ ավելի վաղ, մանեթայզը ունի սոցիալական պատասխանատվության կտոր եւ ես երբ սկսել եմ իմ աշխատանքը մանեթայզում, մշտապես փորձել եմ կոմունիկացվել քաղաքային կառավարությունների հետ, տարբեր քաղաքային ըստ որում իշխանությունների հետ եւ Երևան քաղաքի եւ այլ քաղաքի եւ նաեւ համայնքների, որպեսզի քաղաքում որևէ գեղեցիկ միջավայրեր ստեղծենք, հա, հաշվի առնելով մեր նաև անձնական ներդրանքը։ Մենք նախադեպ ունեցանք նաև Մասիս քաղաքում, ինչև Սարյան աշճանները անելը, ստեղծեցինք Մասիս քաղաքին նվիրեցինք հայկական զարդանախշերով գորգ, որի դեպ արդեն հանդիպումների, սիրահարների եւ այսպես գեղեցիկ վայր է դարձել։ Հիմա անցնեմ Սարյանի աստիճաններին։ Սարյանի աստիճանների հետ կապված միշտ գաղափար եղել է, որ ինչ որ մի բանով գեղեցկացնենք, զարդարենք, բայց նախաձեռնությունը եղավ կենտրոն համայնքի ղեկավար պարոն Պետրոս Պետոյանի կողմից։ Շատ արագ համաձայնեցինք, այսպես Աստծո նախախնամությամբ, առաջին իսկ քայլից հաստատվեց էսքիզը, որովհետև հասկանում էինք, որ Սարյան փողոցն է եւ ինչ որ մի բանով պիտի դրանք ներդաշնակվեն իրար հետ ու գնաց հենց Սարյանի Հայաստան գործը։ Ինքը ըստ էության ունիկալ է նրանով, որ առաջին անգամ է Հայաստանում պանոիստիկ ձևաչափով տեղադրվում աստիճանների վրա։ Ըստ էության Իտալիայում, Պորտուգալիայում իրենք ձևաչափ որպես այդպեսին կա աստիճանների զարդարումը, բայց ավելի զարդանախշային, որտեղ պանոիստիկ, այսինքն պատկեր վերցնել եւ բաժանել մասերի եւ տեղադրել աստիճան, դա բավական բարձր ռիսկայնություն ունի, բայց արդյունքը կարծում եմ արդեն գնահատում եք դուք մեր քաղաքացիները եւ հյուրերը Երևանի։ Որքան տևեց աշխատանքները։ 1 տարի։ 1 տարի։ 1 տարի մենք աստիճանները տեղադրելուց հետո նաև մեզ միացավ Կերոն հիմնադրամը, որը նաև բարեկարգեց շրջակա միջավայրը եւ մենք արդեն ունենք ավարտուն, այսպես մոնումենտ կարելի ասել։ Այո, որը իսկապես շատ կոլորիտային տարածք է ստեղծել եւ կարծում եմ, որ տուրիստները, ովքեր առաջին անգամ են Երևանում, նույնիսկ իրենց համար այսպես ցանկում կընդգրկեն անպայման տեսնելը։ Պարտադիր այցելության վայրից մեկն է, այո։ Այո, պետք է լինի։ Այո, այո։ Որ շատ կարևոր է, որ մենք կարողանանք այնպես անել, որպեսզի մեր
հայ պատմամշակութային ժառանգությունը ճանաչելի լինի նաև զբոսաշրջիկների համար, որովհետև այո, մենք շատ խոսում ենք հայկականից, բայց բացի հայկականի մասին խոսելուց, ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք նաև ավելի ճանաչելի դարձնելու նաև դրսի համար, այսինքն պետք է այնպես անենք, որ ընդգծվի, որ սա հայկական է։ Շատ բաներ տեսնում են, որ եւ չեն իմանում, որ դա հայկական է։ Մենք ուզում ենք, որ ընդգծվի հասարակությունը ճանաչի հայկականը, որովհետեւ մենք ունեցել ենք ընդ որում շատ հայկական արհեստներ, թե կաշեգործությունը, թե փայտագործությունը, թե գորգագործությունը, կավեգործությունը մենք ընտրել ենք որպես ուղի տանելու համար, մենք շատ ուրախ կլինենք, որպեսզի մյուս արհեստներն էլ զարգանան ու վերելքներ ապրեն Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Այ ո՞րն է բրենդի հիմնական նպատակը, այդ մշակութային ժառանգությունը պահպանելը, նախկին մոռացված կարողությունները վերականգնելը, թե նոր մշակույթ ստեղծելը, ինչպես եք դուք աշխատում։ Իրականում արվեստի վերականգնումը, հին պատմության վերականգնումը նույնպես մաս է կազմում եւ այդ ամենը նորովի ներկայացումը դարձնելով Մանեթայլզին ավելի մանեթայլի միջոցով ավելի հասանելի, դեռևս 25 տարի է տարբեր process-ներով մենք փորձում ենք վերապրել թե հին, թե նոր, թե մեր նոր սերունդի միջոցով էլ վերապրել տանել դեպի այդ արվեստից սկսած արհեստից շարունակությունը արհեստից արվեստ դարձնելով մեր ձեռագործ ապրանքները ավելի հասանելի դարձնել մեր տեղացից թե սպառողներին, թե զբոսաշրջիկներին, ահա որ մեծ է մեր պահանջարկը թե դրսում, թե զբոսաշրջիկների տեսանկյունից, թե տեղացի շուկայի սպառողների համար ու նշեմ, որ վաղվանից մեր բոլոր մասնաճյուղերում, Երևան մոլում, Դալմայում, Ռիո մոլում գործելու են զեղչեր, իրականում այս զեղչերը ու միանալը Սևորփաթի նպատակը զանգվածային վաճառքը չէ, ընդհանրապես մենք միշտ պահանջարկը ունենք մեր ապրանքի, այստեղ ավելի մոտ դարձնելն է հայ սպառողին արվեստին, դեպի արվեստը տանելն է եւ բոլորը կարծում եմ, որ պետք է գոնե մեկ իր ունենան մանեթայզից իրենց տանը, որ ավելի մոտ լինեն այդ թե արվեստին, թե ապրանքներին, որ զգան, թե ինչ է որակը, զգան, թե ինչ է մանեթայզը, իրականում մենք ձեր համար ենք պատրաստել նվերներ, որ ձեր տանելն են, Շատ կարող եք այցելել մոներ, ունենք հատուկ առաջարկներ, վաղը կտեսնեք ու ավելի մոտ կլինեք մանեթայզին անպայման։ Այսինքն Սևորփաթը նաև մանեթայզին է։ Հիանալի է։ Եվ ինչպես դուք նշեցիք, մեկ իր ունենալով չենք բավարարվելու եւ դառնալու շարունակական, այո։ Բայց անգամ մեկ իր ունենալու պարագայում, հա, մարդը երբ տեսնում է մանեթայզը, այսպես վերցնում է իր ձեռքը, ինչ պետք է զգա։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին պիտի զգա ժպիտ ու սեր ու հոգատարություն, որովհետև այդ արտադրատեսակները հենց այդ հոգատարությամբ են պատրաստվել, որովհետև կավը ինքն իրեն ունի ահավոր էներգիա, այսինքն եթե դու բացասական էներգիայով ես մոտենում իրեն, ինքը չի աշխատում, ինքը ասում է հանգիստող, երբ որ կկարողանաս, երբ որ էներգիա դրական կլինի, նոր կմոտենաս, որովհետև մի այդպիսի կարծրատիպ էլ նաև կա, որ այո, կավի հետ աշխատելիս հանգստանում ես, նյարդերը թուլանում են եւ այլն, բայց մեր վարպետներին եթե հարցնեք, ասում են ինչ է, եթե այդպես բարկացած մոտենում ենք, չի աշխատում, պետք է հանգստանանք։ Մեր էներգիան, այսինքն կավը ինքնին հողից է, մենք էլ ենք, չէ, հողից։ Դրա համար մենք ունենք մի հատ ընդհանուր էներգիա կավի հետ։ Մենք դրա համար մի ուրիշ կապ ունենք իրար հետ, պիտի զգանք։ Պիտի դրա համար ուզում ենք, այո, արտադրատեսակները օգտագործելիս սեր զգան, հոգատարություն զգան ու գույներ զգան, մանեթայզից միշտ դրական երանգներ, գույներ, ժպիտներ, հենց այդ խոհանոցային պարագաները, երբ որ օգտագործում են ու պատկերացնում ես, որ ինքը ընտանեկան միջավայրում, չգիտեմ, ինչ-որ գեղեցիկ մի բան են դրել, դրա վրա մատուցել են ամուսնու երեխաներին եւ այլն, իրոք շատ դրական էներգիա է ստանում քո արած աշխատանքից, դա ամենակարևորն է։ Ու շատ ուզում եմ, որ մեր զբոսաշրջիկներն էլ երբ որ գալիս են այստեղ, գան եւ տեսնեն գործարանում, թե մեր վարպետները ինչ հսկա աշխատանքներ են իրականացնում։ Իսկ արդյոք այդ հնարավորությունը կա։ Դա էլ ուզում ասել, իհարկե ունենք այդ հնարավորությունը, որովհետեւ մենք տուրեր ենք անցկացնում, փուլային կերպով ցույց ենք տալիս բոլոր աշխատասենյակում ինչեր են կատարվում, ինչ տեխնիկա է ներդրվում աշխատանքի համար, ինչպես է կերամիկան ստեղծվում, ինչպես է մշակվում։ Իսկ կարող են իրենց պատվիրած այդ պահին իրենք էլ մասնակցել պատրաստման։ Այո, մաստեր-կլասեր եւս իրականացնում ենք, որը որ ամենահետաքրքիրն է իրենց համար, որ պատրաստում են
իրենց ձեռքի աշխատանքը թրծում ենք արդեն վարարանում եւ հետո ուղարկում ենք այդպես այդ հուշը իրենց ու էմոցիաները, որ դու տեսնում ես, իրոք նոր էներգիայով ես լցվում ու ուզում ես էլ ավելին անել։ Այդ ամենակարևորն է ինձ թվում է։ Կարծում եմ այս ժամանակահատվածում շատերը անգամ որոշում են, թե ինչպես պիտի անցկացնեն իրենց ընկերության կորպորատիվ տարեվերջյան հանդիպումը եւ կարելի է այդ ուղակի այդ ուտել խմելու ավանդույթը փոխարինել մեկ այլ ավանդույթով, ստեղծել գեղեցիկը, ստեղծել մնայունը եւ անցկացնել իրենց կորպորատիվը մանեթայզում, ստեղծել քո սրտինը, անհատական մոտեցմամբ պատրաստված նվերներ, այո, հիանալի է։ Իսկ ինչ մաղթանք կասեք մեր հեռուստադիտողին, ովքեր որ շուտով վաղ արդեն պետք է գնան Սև Ուրբաթյան զեղչերով մանեթայլ ապրանքանիշից եւ բոլոր նոր ստեղծագործողներին, ովքեր ուզում են զբաղվել ձեռագործ իրերի պատրաստմամբ, սակայն մտածում են արդյոք չարժե կգնահատվի իրենց աշխատանքը, չարչարանքը, թե ոչ։ Ըստ էության բավական բարդ է, հա, կիրառական արվեստի ձեռագործ մատուցումը, հատկապես նաև հաշվի առնելով այն, որ հայկական շուկան բավական փոքր է, բայց ես տաղանդներին միշտ եմ քաջալերում, որպեսզի իրենք զբաղվեն այդ աշխատանքով, գոնե կարելի է փորձել։ Հաջողեն թե ոչ, դա կախված է եւ բիզնես կարողություններից, հմտություններից, որովհետեւ դա ունի անկախ մեր կամքից բիզնեսի կտոր, հա, եւ իհարկե հաշվի առնելով նաեւ այդ պահին աշխարհաքաղաքական եւ տնտեսական իրավիճակները։ Անկախ ամենից բոլոր ստեղծագործողներին քաջալերում եմ, որ ինքնուրույն ստեղծեն, փորձեն իրենցը ստեղծեն, Աստված մի արած թե եթե հանկարծ չհաջողեն, մեր թիմը միշտ բաց է տաղանդավոր մարդկանց ընդունելու եւ համագործակցելու։ Իսկ աղջիկները ինչ կասեն Սև Ուրբաթի հետ կապված, եւս մեկ անգամ եկեք մեր հեռուստադիտողին հուշենք, թե վաղ ինչ է սպասվում մանեթայզում։ Սիրով սպասում ենք բոլորի Դալմայի մեր մասնաճյուղում, Երևան մոլի եւ Ռիո մոլի ունենալու ենք հատուկ առաջարկներ եւ դուք կարող եք արդեն մոտ լինել արվեստին, լինելով մեր տաղավարների մոտ, ծանոթանալով մեր նոր տեսականուն, թե նոր տարվա, թե մշտական այն ինչ որ մենք միշտ մատուցում ենք մեր սիրելի հաճախորդներին։ Շնորհակալություն ձեզ, գեղեցկուհիներ, շնորհակալություն անակնկալ նվերի համար։ Մենք իսկապես շատ ուրախացանք, շատ շոյվեցինք եւ մեր հեռուստադիտողը նույնպես կարող է Սև Ուրբաթյան զեղչերից օգտվելով գնել անհատական մոտեցմամբ ձեռագործ իրեր մանեթայլից։ Հայկական արտադրության, որն ամենակարևորն է։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մեր տաղավարում էին Անժելա Մանուկյանը, Մանեթայլզ ընկերության տնօրեն, Անահիտ Ոսկանյանը, Մանեթայլզ ընկերության մարքեթինգի տնօրեն եւ Մերի Հովհաննիսյանը, Մանեթայլզ ընկերության վաճառքի տնօրեն։ Ձեզ հաջողություն ենք մաղթում, իսկ մենք անցնում ենք առաջ։ Եվ դիտում ենք Գովազդ Չանթի եթերում։ Վերադարձանք Գովազդից եւ ճիշտ ժամանակն է, որ մեր գործընկեր Մարզիկ սննդաբան բոդիբիլդեր Մանոն իր տաղավարում հյուրընկալի իր հյուրին։ Այսօր նրան է միացել նաև բժիշկ թերապևտ Սարգիս Գևորգյանը, խոսելու ենք նիհարելու զանազան միջոցների եւ ալերգիաներից։ Բարի լույս, խոսքը ձերն է Մանոն։ Արդեն իննա։ Այո, արդեն ձերն է։ Ուրեմն ինչպես իմացանք, մեր հետ այսօր բժիշկ թերապևտը Սարգիս Գևորգյանը, այսօր առանձնացրել ենք այդ հարցերը, որ մարդիկ մեզ շատ են դարի, կոնկրետ ալերգիաների մասին, օքեյ։ Դե սիրում եմ մարդկանց հարցերին պատասխանել եւ օգնել մարդկանց։ Ուրեմն բժիշկ ջան, եկեք սենց խոսանք։ Ուրեմն ամենաշատ դրվող հարցերից մեկը։ Հիմա ինչքան գիտենք, մենք արդեն շատացել են ալերգիաները, օքեյ, որը սրունդից են գարի։ Շատ մարդ կա դա գիտի, եւ շատ մարդիկ կա որ չգիտեն թե ինչից է ոնց է ինչպես է առաջանում այդ ամեն ինչը օքեյ եկեք այսօր մի քանի բարձրաբարումներ տանք մարդկանց որպես հասկանան ինչից հրաժարվեն ինչից չհրաժարվեն կամ եթե իրանց վրա զգացին դա ում դիմեն կամ ինչ անեն ինչ կասեք շատ բարի եկեք սենց սկսենք ուրեմն հարցը սենց կազմակերպեմ առաջի հարցը մեզ ուրեմն որ սնունդներն են ամենահաճախը ալերգիա առաջացնում եւ ինչպես կանխել դա եկեք սենց մաս վերցնենք որ սնունդներն են հիմնականում առաջացնում ալերգիաները Շատ բարի։ Վերջի շրջանում շատ ճիշտ նկատառում եք նկատել, մարդիկ շատ ավելի հաճախ են դիմում բուժական հաստատություններ ալերգիաների հետ կապված։ Սննդային ալերգիաներից ավելի հաճախակի կարելի է առանձնացնել կաթնամթերքից ալերգիան, կաթնամթերքի ձվից, ձկնեղենից, ծովամթերքից, ինչպես նաև շատ կարևոր է ցիտրուսները եւ գլյուտենը։ Ինչ կարելի է անել։ Ալերգիաները հիմնականում գանգատները դիտվում են սնունդ ընդունելից առաջի վայրկյանից մինչև մոտակա 2 ժամվա ընթացքում։ Գանգատների կամ կլինիկական դրսևորումների մեջ կարելի է նկատել այտուցվածությունը, քորը, կարմրությունը եւ շնչառության դժվարացումը։
Երբ որ նկատեցինք նման գանգատներ, պետք է արդեն դիմել մասնագետի, դիմել բժշկի, որպեսզի հասկանանք ինչ ալերգիաների հետ գործ ունենք եւ ինչ պետք է կանխարգելել դրանց վերացման համար։ Ուրեմն sense հասկացած ձեզ ամենակարևոր երկու բան որ ես միշտ խոսում եմ դրա մասին, ուզեմ մի քիչ ավելի շատ խորանանք դրա մեջ։ Խոսքի գրմա խոսքը, ասենք կատնամթերքին, օքեյ, ինչա բարունակում, ասենք լակտոզը, որը մարդիկ դա մարսում են կամ չեն մարսում։ Ես իմ հետազոտությունը որ նայել եմ, ասենք 70%-ը չի մարսում, 30%-ը մարսում է։ Բայց մարդիկ նաև չգիտեն, չէ՞ որ դա ունեն կամ չունեն։ Ինչ ձևիա կոնկրետ ասենք լակտոզան, ինչ ձևի անդադարում անբավարարություն, երբ որ մարդու մոտ նկատվում է, հիմնականում առաջանում է վքնատության տեսքով, ստամոքսային տրակտի, ոչ կանոնավոր աշխատանքով։ Հիմնականում աղիների անկանոն աշխատանքի տեսքով է նկատվում։ Նույնը նկատվում է նաև գլուտենի հանդեպ, ցելիակիա հիվանդության ժամանակ ստամոքսային տրակտը սկսում է խանգարվել։ Շատ մարդիկ դրանք չեն կարողանում կապել սկզբնական շրջանում, չգիտեն, որ դա կարող է կապված լինել կաթնամթերքի կամ գլուտենի հետ։ Սկսում են տարատեսակ հետազոտություններ, ինքնաբուժություններ եւ ավելի բարդացած փուլում նոր հասնում են մասնագետների մոտ։ Հասկացա։ Այսինքն ժողովուրդ ջան, այդ որ միշտ ասում եմ քասրավենիկները, բաները գլուտենը դրա մեջ էլա բարունակվում այդ ամեն ինչը, չէ՞։ Իհարկե։ Այ որ ասում ես վատ բան չեմ ասում։ Նայեք, եթե զգացիք ինչ որ ձեր մոտ փքվածություն, ես միշտ ասում, փքվածություններ կամ փորգաբություն գարանի, փորլուծություն է գարանի, չէ՞։ Իհարկե։ Դες բանը կամ ձեր մաշկի վրա դեպի դուրս է դարի, իմացեք գնացեք հետազոտվեք։ Կարմրություն, ցանավորում, այդ ամեն ինչը պետք։ Ցանավորում, ապրես, այսինքն գլուտեն, մեկ էլ լակտոզա։ Իմ ամենակարևոր մեծ խնդիրներից մեկը։ Okay, շատ լավ։ Ուրեմն բա ոնց անենք, գնացինք, ասենք անալիզեր հանձնեցինք, չէ՞։ Օրինակ դեսանք դիմադրություն կամ ինչ-որ բան, ոնց ազատվենք։ Տեսեք, կարևորը առաջին հերթին մասնագետի մոտ խորհրդատվության հաճախելը, բժշկի մոտ։ Հավաքվում է մանրամասն բժշկական անամնեզ, հիվանդության պատմություն, ըստ որի ունենք լաբորատոր հետազոտությունների ցանկ, որի արդյունքով որոշվում է, թե ինչից ունենք ալերգիա։ Ըստ ալերգիայի տեսակներից արդեն սկսում են կազմակերպել համապատասխան բուժումը։ Կարևորը պետք է հիշել, եթե ունենք լակտոզային անբավարարություն, պետք է հատուկ սննդակարգին, նույնն էլ գլուտենին է վերաբերվում, որոշակի սննդակարգ է մշակված, որ պետք է հետևել սննդակարգին։ Կարևորը հիշել, որ պետք է չզբաղվել ինքնաբուժությամբ։ Մեր բնակչություն ազգաբնակչության մոտ շատ է նկատվում հակահիստամինային, հակալերգիկ դեղորայքներով ինքնաբուժություն, ոչ լիարժեք կուրսով մեկ անգամ, երկու անգամ, որը հարցի լուծում չէ։ Ուղղակի զուտ քողարկում է, ինչը հետագայում ավելի մեծ բարդությունների առաջ կարող են կանգնել։ Վիճած ես մադեր հարց ցակամոդս, որ ասիկ ցիտրուսայիններ, չէ, ալերգիաներ կան։ Բա լավ, իմի էս մարտիկ, որը դետոքսների դակ են մնում, բա դրանք ինչ են, հիմնականում դրանք ցիտրուսային են, չէ՞ լինում, ինչ կասեք։ Դետոքս հյութերը որոշակի ցավոտ հարց է, որովհետև կազմությունը շատ հաճախ մենք տեղյակել չենք ինչ կազմության հետ գործ ունենք։ Եվ եթե տվյալ անձնավորություն ունի ցիտրուսից ալերգիաներ, որոշակի ցիտրուսային հյութերի, կարող է դետոքս հյութերի պատճառով ունենանք լուրջ ալերգիկ բարդություններ։ Հետևաբար ցանկացած միջամտություն, ցանկացած փուլ, որ ուզում ենք կյանքի անցնել, լավ կլինի ուսումնասիրել, հասկանալ ինչի հետ գործ ունենք, օրգանիզմը ինչպես է տանում այդ ամեն ինչը, նոր սկսենք արդեն մեր հետազոտությունները անցկացնել։ Այդ ամեն ինչի ինչ համար հարցրեցի, ես ունեցել ցիտրուսի հանդեպ ալերգիա էլի, գիտեմ ինչ կարեմ դանջվե դրա ձեռքը, դրա համար հարցրեցի։ Այսինքն մենք ինչ խոսում ենք հիմնականում այդ դրա մեջով անցել ենք այդ ամեն ինչին։ Ուրեմն գանք բույս հարցին։ Ուրեմն, երբ մարդը վստահ չէ, թե ինչից է ալերգիան ունենում, ինչ հետազոտություն պետք է սկսի, այդ ասեցիք, կան արդեն Հայաստանում մենք ունենք տենց հետազոտություններ։ Կան լաբորատորիաներ, բավականին շատ արդեն, որտեղ կատարվում են համապատասխան հետազոտությունները, պանելային ամբողջ ցանկով, որ հասկանանք ինչից է ալերգիան։ Փոշուց, կաթնամթերքիկ, սննդատեսակների տեսակներն էլ ամբողջությամբ ցույց են տալիս։ Օ, շատ լավ է։ Կարող ունենք լուծումը, այսինքն ասում են ամեն ինչի լուծումը գա, մարդուն պետքա ուղղակի շարժվի գնա այդ ամեն ինչը անի, չէ՞։ Չսպասի, օտից բան չի գալու իրան, չէ՞։ Ուրեմն, եւ վերջին հացը, կանխարգելման համար առօրյայում ինչ բարձ, բայց օգտակար քայլեր կարող ենք անել։ Օգտակար քայլերից խուսափել ստրեսներից, քնի բավարար քուն, վիտամին D-ի եւ օմեգայի հիմնական մակարդակի պահպանում, օդի աղտոտվածությունը, բավական ցավոտ կարևոր թեմա, փոշին, որը մեծ ալերգիայի սխեմա է, եւ կարևորը վերադառնանք սննդին, սնվել առողջ, բալանսավորված, ճիշտ, այլ ոչ թե ֆաստ ֆուդերով, որը մեր ազգաբնակչության ավելի սիրելի ու ցավոտ կողմերից մեկն է։ Օդի գերազանցությունը բան չունեմ ասելու, այս երկու օր ժողովուրդ իմ քիթերն էլա փակ, ես էլ ալերգիա արդեն մոդս երևի, չեմ ուզում բաներ միջամտություններ անեմ, չեմ ես իմ գլխին բաներ անեմ, բայց սպասում եմ երբ կմաքրվի մեր օդը։ Սո շատ շնորհակալ ենք ձեզ բժիշկ, սո այսքանով կբավարարվենք այսօր։ Կարևորը ճիշտ է խաղում այս խաղը, չենք բառանում այդ ամեն ինչի մասին։ Խոսքը գնում է Զարային։
Շնորհակալություն, Մանո։ Զառան տաղավարում չէ։ Ինչպես հիշում եք, ես Նելին եմ, Հասմիկն է, բայց խնդիր չէ, մենք կփոխանցենք Զառային, մի անհանգստացեք։ Ինչպես հիշում եք, ամեն օր Մանոն մեծ հյուր է գալիս, այս անգամ բժշկի հետ եւ շատ օգտակար ու կարեւոր խորհուրդներ, եւ իզուր չէ, որ մենք արդեն Մանոյից նաեւ վարակվեցինք առողջ ապրելակերպը, սպորտով զբաղվելը, այնպես որ պետք է առողջ լինել։ Առողջ լինել եւ շատ ճանապարհորդել, բայց եթե այս պահին դրա հնարավորությունը չկա, ապա կարող ենք միասին ճանապարհորդել աշխարհի շուրջ հենց Շանթիի եթերում։ Գնացինք։ Իսկ հիմա գովազդ Շանթի եթերում։ Հետագիծն է շուտով լինելու մեր եթերում, Անդրեայի հորանունը Ջոն էր, իսկ մայրիկինը Սիբիլ։ Հայրը անցնելով դժվարությունների միջով կարողացել է հաջողության հասնել եւ դարձել է մեծ հեռանկարով գործարար։ Նա ուներ իր սեփական մթերային խանութների ցանցը Martin's Foods-ը, իսկ մայրն իր ամբողջ կյանքում երազում էր դերասանուհի դառնալ, բայց արդյունքում իրեն ամբողջությամբ նվիրել էր ընտանիքին։ Հայկական հետագծում այսօր պատմելու ենք հոլիվուդյան դերասանուհի Անդրեա Մարտինիի ու նրա ընտանիքի պատմությունը։ Դիտենք տեսանյութը ու վերադառնանք։ Հայկական արմատներով ամերիկյան դերասանուհի եւ կատակերգու Անդրեա Մարտին որոշել է վերադառնալ իր ազգանվան պատմությանը։ Անդրեան, որը հայտնի է Իմ մեծ հունական հարսանիքը եւ Պիպին ներկայացումներով, կրկին վերադառնում է բեմ նոր նախագծով։ Այստեղ նա հանդես կգա 1925 թվականի հայ ընտանիքի մոր եւ ժամանակակից Լոս Անջելեսի բնակչի կերպարներով։ Հայկական հետագծում այսօր Փափազյանների պատմությունն է։ Բարի առավոտ։ Դերասանուհին ծնվել է 1947 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեն նահանգում։ Դերասանուհու հայրական պապիկի ազգանունը եղել է Փափազյան։ Նրանք գաղթել են Արևմտյան Հայաստանից։ Դերասանուհին խոստովանում է, որ երբեք չի մոռացել իր արմատների մասին եւ բազմաթիվ անգամ բարեգործական աշխատանք է կատարել Հայաստանի գյուղերի բարելավման հարցում։ Կինոկարիերայում առաջին լուրջ հաջողություններին հասել է 1970-ականներին Կանադայում։ Այնուհետև դառնում է SCTV հեռուստատեսային շոուի անդամ։ Անդրեա Մարտին հետագայում ամուսնանում է սցենարիստ Բոբ Դալմանի հետ եւ ունի 2 որդի։ Անդրեայի մայրը Սիբիլ Էնջել Մանուկյանը նույնպես մեծացել է ցեղասպանության ընթացքում տեղահանված ու ամեն ինչ կորցրած ընտանիքում։ Նա շնորհաշատ տանտիրուհի էր ու նվիրված մայր, որը հյուրերին զվարճացնելու անարգելի ունակությամբ էր լեցուն։ Դերասանուհին իր ընտանեկան պատմությունների եւ հուշերի մասին պատմում է 2014 թվականին լույս տեսած Անդրեա Մարտինի կանացի բարեմասնությունները գրքում։ Անդրեան նկարահանվել է Սև Սուրբ Ծնունդ, Իմ լավագույն տարին, Այն ամենն ինչ ուզում են Սուրբ Ծնունդին, Վակ շունը, Իմ մեծ հունական հարսանիքը պրոդյուսերներ ֆիլմերում եւ հանդես եկել Կանդիդ կամ Օպտիմիզմ, Օկլահոմա, Ջութակահարը տանիքին ներկայացումներով։ Նոր նախագծի սցենարի սյուժեն հիմնված է իրական կյանքի դատական գործի վրա։ Մարտինը, որի արմատները Հայաստանից են, այստեղ խաղում է միանգամից 2 դեր, որոնք թույլ են տալիս նրան ուսումնասիրել իր ընտանիքի ժառանգականությունն ու ինքնությունը։ Դա մարտահրավերներով լի ստեղծագործություն է, 2 դարաշրջան, 2 կերպար, եւ հետաքրքիր է, որ ես այստեղ խոսում եմ հայերեն, խոստովանում է 78-ամյա դերասանուհին։ Չնայած շատերը Մարտինին կանադացի են համարում, սակայն նա Կանադա է տեղափոխվել միայն 23 տարեկանում։ Նրա հայրական կողմի պապը, որը վերապրել է 1915 թվականի հայոց ցեղասպանությունը, իր ազգանունը Փափազյանից փոխում է Մարտինի։ Ահա այսպես էլ ստեղծվում է Մարտինի ընտանեկան պատմությունը։
Մարտինը խոստովանում է, որ մանկության տարիներին քիչ բան գիտեր իր հայրենիքի մասին մինչև 1991 թվականը, երբ այցելեց Հայաստան։ Մինչ այս ես գիտեի միայն հայկական գաթայի բաղադրատոմսը, ասում է նա։ Սակայն ուղևորությունը նրան այնքան է ոգեշնչել եւ խորացրել իր ուշադրությունը հայրենիքի նկատմամբ, որ այժմ նա անտարբեր չի կարող անցնել հայկական մշակույթի եւ պատմության նկատմամբ։ Տարիների ընթացքում Մարտինը ապացուցել է, որ կատակերգական տաղանդը կարող է համակցվել դրամատիկական վարպետության հետ։ Կատակերգությունից զատ նա խաղում է նաև լուրջ դերեր եւ շարունակում է պահանջված լինել թե բեմում, թե էկրանին։ Նրա վաղեմի գործընկեր Մարտին Շորթը նշում է, նրա բազմակողմանիությունն ու պերֆեկցիոնիզմը նրան դարձրել են Բրոդվեյի պատմության ամենաշատ Թոնի մրցանակի առաջադրված դերասանուհիներից մեկը։ Իսկ ահա Meet the Carringtons ներկայացումը ավելին է, քան պարզապես ընտանիքի եւ ինքնության մասին սյուժե։ Այն հայկական սփյուռքի ազգային հիշողության եւ ժառանգության ուսումնասիրության մի ընդհանրական կամուրջ է, որը կամրջում է անցյալն ու ներկան, ողբերգությունն ու հումորը։ Ես միշտ գիտակցում էի, որ իմ ընտանիքը հայկական շատ ընտանիքների պես ցեղասպանությունը վերապրած մարդկանցով է լեցուն։ Այսօր Մարտինն իր ժամանակը բաշխում է Նյու Յորքի, Տորոնտոյի եւ Լոս Անջելեսի միջև։ Այստեղ ապրում են նրա երկու որդիները։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, ձեզ մաղթում ենք վաղը, որպեսզի նորից լինեք մեր եթերում, քանի որ մենք նորից ու նորից գալու ենք եւ փորձելու ենք մինչ կեսօր ձեզ հետ ինել ուղիղ եթերում եւ ձեզ տալ լավ ինֆորմացիաներ։ Շնորհակալություն, որ ձեր առավոտը սկսեցիք մեզ հետ, ձեզ մաղթում ենք դրական օրվա շարունակություն։ Հաջողություն։